Այդ ապրանքանիշը առաջարկում է արևահամ մրգերից եւ օգտակար համեմունքներով պատրաստված սոուսների 6 համային փունջ՝ բալի, ծիրանի, հոնի, մամուխի, կարմիր սալորի եւ թերհաս սալորի սոուսներ, որոնք 100% բնական են եւ չեն պարունակում գունանյութեր եւ կոնսերվանտներ։ Six Taste ավելացրու կյանքիդ համերը։ Կանաչ սնունդ ընկերությունը ներկայացնում է պասային, դիետիկ, առողջ եւ համեղ սնունդների լայն տեսականի՝ համոս, բիբարով համոս, մութաբալ, մուհամարա, ինչպես նաեւ առաջարկում ենք սառեցված մսային ուտեստներ՝ սինի քյուֆթա, մանթի, աչմա եւ ֆալաֆել։ Վերջինս նույնպես համարվում է դիետիկ եւ պասային ուտեստ, պատրաստված սիսեռից։ Տեսականին առկա է բոլոր սուպերմարկետներում։ Բորիսովկա ընկերությունը գտնվում է Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում։ Մենք համագործակցում ենք ավելի քան 100-ից ավել գյուղացիական տնտեսությունների հետ։ Մասնագիտացած է եվրոպական տեսակի այնպիսի պանիրների արտադրությամբ, ինչպիսիք են պիցցայի մոցարելա, աղանդների մեջ օգտագործվող թարմ մոցարելա, բուրատա, կամամբեր, սուլուգունի, ինչպես նաև անարատ կաթի սերուցքից ստացված կարագ։ Մեր թարմ ու անարատ տեսականին Սյունյաց աշխարհից ձեր սեղաններին։ Վերանորոգում առանց շինանյութի իհարկե անհնար է։ Հոմշին խանութ սրահում կգտնեք ամեն ինչ վերանորոգման համար։ Ներսի ու դրսի դռներ, պաստառներ, սանիտարական կերամիկա, սալիկներ, լամինատ, ջահեր, հայելիներ, էլեկտրասնուցման եւ ջեռուցման համակարգեր։ Երազանքը նպատակ։ Հոմշին։ Անուշիկս արդեն գալիս է։ Ինչ կցանկանայր որ բերեի։ Ուրեմն տակ, կբերես հյուսիսատլանտյան լոսոս, թայլանդական բրինձ, կաղամ բրոկոլի հունգարական, ֆրանսիական գինի կվերցնես, աճափի բերքից, ու 90 թվից վերև չլինի, ու ալյուր չմոռանաս։ Իսկ ինչ ալյուր, Կանադայի հարավում աճեցրած սորենի ամուր տեսակներից ալյուր։ Ոչ քաղցրս, մարանիկ ալյուր։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մարանիկ։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտող, եթերում է Համի գաղտնիք հաղորդումը, ձեզ հետ եմ ես Ֆելիքսը, եւ այսօր նորից միասին պատրաստելու ենք երկու ուտեստ, այսօր հավի կրծքամի սերուցքային սոուսով եւ պատրաստենք ծովամթերքով եւ կոկոսի կաթով եւս մեկ ուտեստ։ Եվ նշեմ, որ օգտագործել ենք մեր գործընկեր Բարիսովկա ընկերության կողմից նորույթ ստրատաջելա տեսակի պանիր։ Դե ինչ, անցնենք առաջ։ Սկսենք հավի կրծքամսի մարինացումից։ Սա մեզ պետք չէ։ Հավի կրծքամիսը այսպես երկարությամբ բաժանում ենք 4 հավասար մասերի։ Տեղափոխենք տարայի մեջ։ Մարինացնենք աղ, սև պղպեղ եւ կարմիր պղպեղով։ Կարմիր պղպեղ։ Եվ իհարկե ծիծապտղից հետ մարինացնում ենք եւ թողում ենք փոքրինչ հանգստանա միսը։ Իսկ այդ ընթացքում մենք կանցնենք մեր մյուս գործողությանը։ Ինչ է մեզ հարկավոր։ Չերի լոլիկները կտրատել, խառնազնացնենք այսպես պոչերից։
Մեզ պետք է մանր կտրատված սխտոր եւ չիլի պղպեղ։ Եվ շիլի պղպեղը նույնպես մանր այսպես փոքրիկ կուբիկներ են կտրատում։ Միացնենք թավան, որպեսզի տաքանա։ Դետա պտղի ձետ։ Թողնենք տաքանա եւ մենք կտրատենք շամպինյոնը։ Դետա պտղի ձետը տաքացավ, մենք կարող ենք արդեն տապակել սխտորը։ Ինչու համար ենք սկզբից սխտորը տապակում, որպեսզի ձեթին, որի մեջ տապակվելու է ծովամթերքը, արդեն հաղորդի սխտորի եւ այնուհետեւ չիլի պղպեղի ամերը, օգրինչ աղ, սև պղպեղ, ավելացնենք շիլին, սկզբում այսպես միձյաները դեմքով տեղափոխում ենք դեպի թավան։ Եվ արդեն տեղափոխենք ծովախեցգետինները։ Սխտորի բույրը արդեն զգացնել է տալիս իրեն։ Եվ մենք կարող ենք արդեն երկրորդ թավայի մեջ տաքացնել ձեթը, որպեսզի տապակենք մեր հավի կսկամիսը։ Տապակման այս փուլում կավելացնենք աղ նորից եւ անպայման սպիտակ գինի։
այստեղ կարող ենք տեղափոխել արդեն մեր հավիկները։ Եվ կարող ենք արդեն այստեղ ավելացնել կոկոսի կաթը եւ արդեն ավելացնենք կտրատված չերի լոլիկները։ Կարող ենք տոտել արդեն ոսկամսերը։ Ես այստեղ անհրաժեշտ է լայմ։ Պես փոքրիկ կիսալուսիններ ենք անում։ Հավասարաչափ բոլոր կողմերից կրծքամիսը անպայման տապակում ենք, որպեսզի մեջի հյութային մասը մնա իր ներսում։ Ավելացնենք ևս մի քիչ սպիտակ գինի, վերջնական արդեն մատուցման եւ մի քիչ սև պղպեղ։ Եվ արդեն բացենք բարի սրկանկերության սրատաչելան եւ պատրաստենք օգտագործմանը։ Ես պետք է լայմի հյութ այստեղ։ Մեզ մոտ կարծես արդեն պատրաստ է ծովամթերքով եւ կոկոսի կաթով ուտեստը։ Կարող ենք
հասնել նրա մատուցմանը։ Ինչ հավի կրծքամիսը պատրաստ լինի։ Այսպես։ Այս ուշությամբ տեղափոխում ենք ափսեի մեջ։ Անպայման իր հյութից, սոուսից կոկոսի կաթը ավելացնում ենք վերևից։ Եվ ամենավերջում մեր գործընկեր Բարիսով կայունքերության տրատաչելա պանիրը ավելացնում ենք այսպես վերևից որպես վերջնական մատուցման իմաստ, այսպես մի քիչ ցիտապտղից հետ փոքրինչ կարմիր պղպեղ եւ մի քանի փոքրիկ տերև ռուկոլա այսպես ձեռքով ուղղակի կանջատենք տերևները վերևից եւ մատուցենք այսպես մեր առաջի ուտեստը պատրաստ է եւ անցնենք երկրորդ ուտեստի վերջնական պատրաստմանը այսպես очень գեղեցիկ գույն ստացավ Այս փուլում արդեն կավելացնենք կտրատված շամպինյոնները հենց նույն թավայի մեջ։ Եվ գործընկեր Մարանիկի ծև պղպեղը։ Ավելացնենք արդեն սերուսկը Եվ այս փուլում մեզ հարկավոր է ձվի միայն դեղնուցը և ավելացնում ենք սոուսի մեջ և այսպես խառնենք նրան, որպեսզի սոուսը պնդացնի և ամեղացնի։ Այս ուտեստը նույնպես պատրաստ է և անցնենք նրա մատուցմանը։ Ափսեի կենտրոնում այսպես տնենք 4 կտոր մեր կրծքամսերը։
Այստեղ ունենք մենք արդեն նախապես առանձնացրած բազիլիկի տերևներ։ Նրանք լցնում ենք ափսեի մեջ։ Եվ այսպես արդեն գտալով ամբողջանքով լցնում ենք սոուսը։ Եվ իհարկե վերջում նորից ավելացնում ենք սրատաչելլա պանիրը ափսեի կենտրոնում։ Դիտե պատրիձետ։ Եվ լայմի փոքրիկ այսպես կտորներով ձևավորում ենք ափսե։ Դե ինչ, մեր այսօրվա ուտեստները պատրաստ են։ Հիշեցնեմ, այսօր մենք պատրաստեցինք ծովամթերքով եւ կոկոսի կաթով ուտեստ, եւ մեր մյուս ուտեստը հավի կրծքամիսը ստրատաչելլա պանիրով եւ սերուսկային սոուսով։ Հուսով եմ հավանեցիք, կհանդիպենք վաղը, փորձենք միասին բացահայտել նոր համի գաղտնիք։